Տեսանք, չէ, թոշակները 10,000 դրամով բարձրացրեցին նախընտրական շեմին եւ մեր շատ տասնյակ հազարավոր թոշակառուներ գոհ եւ երջանիկ գնացին եւ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանին, բայց թոշակների 10,000 դրամ ավելացնելը լրջագույն խնդիր է առաջացրել ընտանեկան նպաստների հաշվարկման համակարգում եւ այդ նոր հաշվարկի արդյունքում օրինակ Սյունիքում 869 ընտանիք, որը կազմում է ամբողջ մարզի նպաստառուների 71%-ը դուրս է մնացել ընտանեկան նպաստի համակարգից, իսկ ընտանեկան նպաստը շատ ավելին էր, քան այդ 10,000 դրամը, որ ավելացվել է թոշակներին։ Օրինակ Գավառ քաղաքում 200 ընտանիք, այսինքն հսկայական թվով ընտանիքներ, ովքեր ստանում էին ընտանեկան նպաստ, որը 10,000 դրամից բնականաբար ավելին էր, դրա եռապատիկներ եւ շատ դեպքերում ավելին էր, զրկվել են այդ եկամուտից, որովհետեւ նրանց մերձավորի, տատիկի, պապիկի, մայրիկի, հայրիկի թոշակը 10,000 դրամով ավելացել է, ինչը բերել է սանդղակի նոր հաշվարկի ընտանեկան նպաստի, ահա այն ամենը, ինչ պիտի իմանալ այս իշխանության սոցիալական քաղաքականության մասին, բայց այդ նույն տատիկ-պապիկների գերակշիռ մեծամասնությունը այդ 10,000 դրամ ավելացված թոշակի համար գնաց եւ երրորդ անգամ ընտրեց այս ռեժիմը։